երկու հարց ունեմ, մեկը խաղաղության վերաբերյալ է, Վաշինգտոնյան բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջադարձ չի թողնում, որ հայտարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, մեր ձեռքով շարժման բանաձևը որն է, այլընտրանքը որն է Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, և երկրորդ հարցը Արեգան քիչ առաջ հայտարարեց, որ առաջարկում եք արտաքին քաղաքականության նոր բովանդակություն, ինչ բովանդակության մասին է խոսքը, մանրամասներ են։ Արեգան նաև նշեց, որ մենք չենք սկսելու զրոյական կետից, որտեղ մարդ կա, որ սկսել էր զրոյական կետից, և մենք բավական մտահոգիչ հետևանքների առերեսվեցինք, պետք է շատ զգույշ լինենք խոսելուց այն պայմանավորվածություններից, որը ձեռք է բերվել, ուսումնասիրվի դրա պրակտիկություն իրագործելիությունը, որից հետո մենք արդեն կառաջարկենք մեր տեսլականը ունենալով զարգացման երկու ուղի։ Եթե կողմերը պահելու են այդ պայմանավորվածությունը և ներկայացված ձևով է պահվելու զարգացման ուղին արտաքին քաղաքական մի ձև է, եթե չեն պահելու ուրիշ ձև է։ Խաղաղությունը բոլոր հայաստանյան բոլոր ուժերը ինձ թվում է այստեղ էլ կոնսենսուս ունեն, որ խաղաղությունը այլընտրանք չունի, մեր բանաձևը այս պահին հասկանալ այն եռակողմ հայտարարության, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես վկա էր հանդես եկել, հետևանքները և իրագործելիությունը, որովհետև շատ պայմանագրեր են եղել, որ չեն իրագործվել։ Ստորագրվել է, բայց չեն իրագործվել։ Ուզում եմ հիշեցնեմ նաև 44-օրյա պատերազմում միջնորդ Ամերիկայի ղեկավարը հնարավորություն ունեցավ միջնորդել, սակայն ադրբեջանական կողմը չպահեց դա։ Այդ իսկ պատճառով մենք պետք է սպասենք, հասկանանք իրագործելիությունը, ըստ դրա գնանք մյուս քայլերի։